Sportcast։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է, այսօր անդրադառնում ենք հայկական ֆուտբոլին, Հայաստանի Պրեմիեր լիգային, Սուպեր գավաթին, իսկ իմ հյուրն է մարզական լրագրող մեկնաբան Արման Աբելյանը, շնորհակալ եմ Արման եւս մեկ անգամ հրավերս ընդունելու համար։ Նախ սկսենք ամենաթարմից, Սուպեր գավաթից, խոշոր, այսինքն տիտղոսի խաղարկումից, հայաստանյան տիտղոսներից մեկն է, ճիշտ է, կարծես կարգով հաստատ զիջում է դե առաջին հերթին Պրեմիեր լիգայի տիտղոսին, գավաթին Հայաստանի։ Նոան հաղթեց 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ, խաղը կարծես հավասար էր, թե առաջի խաղակեսում, թե երկրորդ խաղակեսում դուք նշում եք, որ դա ավելի շատ գավաթային խաղի, նամանավանդ եզրափակչի այս կարգին բնորոշ խաղեր, առաջի խաղակեսում ով ինչպես կարողացավ գոլային պահեր ստեղծեց, երկրորդ խաղակեսում արդեն որոշակի գնաց խաղի այս բառը կիրառեմ չորացում։ Ինչ տեսանք այդտեղ։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Այո, առաջին կեսը շատ դիտարժան էր, Արարատ Արմենիան գեղեցիկ գոլով բացեց հաշիվը, Զիդանը գոլը խփեց Նորեկը Արարատ Արմենիայի։ Հետո արդեն Նոան մեծ առավելություն ուներ եւ ի վերջո հավասարեցրեց հաշիվը։ Համաձայն եմ, որ երկրորդ կեսում երկուսն էլ ռիսկի չէին դիմում եւ դա բնական է, սա մեկ խաղ է եւ տիտղոս է խաղարկվում, թիմերը զգուշավորություն դրսևորեցին։ Դե հարվածաշարները արդեն գիտենք ինչ նրբություններ ունի, չի ասի թե բախտի հարց է, ավելի շատ նյարդերի, հոգեբանության, որտեվ վարպետության նաև այս ամենի հանրագումար, որում Նոան հաղթեց, բայց այո, դժվարությամբ տրվեց տիտղոսը, այդուհանդերձ պետք է ասել, որ Նոան արդեն ամբողջ հավաքածուն ունի, գործող չեմպիոնն է, գործող գավաթակիրն է, գործող սուպեր գավաթակիրն է, ինչ վերաբերում է տիտղոսի կարևորությանը, հիմա այս վերջին տարիներին թիմերը իրենց ուժեղագույն կազմերով են ներկայանում, հիշում ենք օրինակ 10-15 տարի առաջ երկրորդ, երրորդ կազմերով էին հաճախ խաղում թիմերը, ընդհանրապես կարևորություն չէին տալիս սուպեր գավաթին, հիմա արդեն իրենց ուժեղագույն կազմերով են ներկայանում, ինչը ուրախալի է։ Դե յուրաքանչյուր ակումբի համար եւս մեկ տիտղոս կամ այս տիտղոսն ունենալը քիչ բան չէ։ Դուք նշեցիք, որ այո, եզրափակչին բնորոշ խաղ էր, այստեղ է երևում նաև ձեր նշած հոգեբանական պատրաստվածությունը ակումբի, թիմի, նաև մարզչական աշխատակազմի աշխատանքը ֆուտբոլիստների հետ, այսպիսի խաղերում է դա, չէ, առաջին հերթին բնորոշվում տվյալ ակումբի նախ հոգեբանական իրավիճակը, այդ մենթալ ճնշումը ինչպես է հաղթահարում ակումբը իր ներսում։ Դա կարծում ամենակարևոր բանն է, առաջնությունում երկար տարածության մրցաշարում մի քիչ ուրիշ է, բայց գավաթում, դե մենք դա եվրոպական ֆուտբոլի ժամանակ էլ ենք տեսնում, Չեմպիոնների լիգայի խաղերը, փլեյօֆ խաղերը լրիվ տարբերվում են եւ իրոք հոգեբանության հարցը շատ կարևոր է։ Ակումբայինը կարևոր է թե տվյալ ակումբը ինչ պատմություն ունի, այսինքն ինչ ճանապարհ է անցել, տիտղոսների ինչ հավաքածու ունի, որովհետև դա էլ ֆուտբոլիստին պարտավորեցնում է։ Եթե օրինակ դու եկել ես Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբ, դու գիտես, որ մեծ պատասխանատվություն կա քո ուսերին։ Այս դեպքում թե Նոան, թե Արարատ Արմենիան ավելի երիտասարդ ակումբներ են, բայց արդեն տիտղոսներ նվաճել են, երկուսն էլ հավակնոտ են, այդ առումով երկուսն էլ այսպես հաղթողի հոգեբանությամբ ակումբներ են, թեև Արարատ Արմենիան չեմպիոն վերջին տարիներին չի դառնում։ Դա այսինքն միշտ իրենք չեմպիոնական մրցավազքում են, երկրորդ կամ երրորդ տեղ, բայց չեմպիոն արդեն 5 տարի է, 6 տարի չեն կարողանում դառնալ։ Մենք կհասնենք Արման անդրադառնալ նաև Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում, թե ինչ է կատարվում, նախ այս երկու ակումբները դարձյալ, ինչպես դուք եք նշում, մրցավազքի մեջ են չեմպիոնության տիտղոսի հետևից, այստեղ բայց ամեն դեպքում վերադառնալով Սուպեր գավաթի այդ մեկ խաղին, մենք ինչ տեսանք, թե Նոայի պարագայում, այո, երկուսին էլ երևաց, որ երկուսն էլ շատ կարևորություն են տալիս տիտղոս այս տիտղոսին եւ պայքարը թեժ էր եւ հավասար էր գրեթե հավասար դե ի վերջո 11 մետրանոցներով վճռվեց թե ով է նվաճում այդ տիտղոսը։ Մենք ինչ տեսանք այս երկու ակումբների մոտ, այսինքն մտել ենք արդեն գարնանային շրջան,
ամենավորոշիչ շրջանը, մրցաշրջանի հատվածը, ինչ ենք տեսնում այս երկու ակումբների պարագայում, թե Նոայի, թե Արարատ Արմենիայի։ Մեր առաջությունում դադար այնքան երկար է, որ թիմերը վերադառնում են մի փոքր անհասկանալի վիճակում։ Այսինքն դեկտեմբերին առաջությունը գնում է ընդմիջման, վերադառնում է փետրվարի վերջ, այս դեպքում մարտի սկիզբ նույնիսկ, եւ թիմերը կարծես անճանաչելի փոխվում են։ Նոայի դեպքում մի փոքր ուրիշ էր, որովհետեւ իրենք ունեն Եվրոգավաթային խաղեր փետրվարին, այսինքն հավաքեցին այդ մարզավիճակը, հետո գավաթում խաղ անցկացրին, հետո առաջնությունում, հետո սուպերգավաթ, այսինքն լրիվ արդեն ամբողջական պատրաստ ներկայացան։ Արարատ Արմենիայի համար դադարը շատ երկար էր ու դեռ ես զգում եմ, որ իրենք չեն մոտեցել իրենց այն լավ վիճակին։ Մենք հիշում Այն ենք, ինչ որ տեսել ենք Աշնան։ այո, Աշնան իրենք շատ լավ էին խաղում, շատ վստահ էին հաղթում։ Հիմա դե պարտություն ունեցան Ալաշկերտից, այստեղ պարտվեցին ու խաղային տեսանկյունից էլ ինչ որ բան պակասում է թիմին։ Այստեղ կնշեմ նաև Բալանտայի բացակայությունը, որ նա վնասվածք ունի կենտրոնում անփոխարինելի խաղացող է, այսինքն գնդակի վերահսկողությունը, գրողների կազմակերպումը ամեն ինչ Բալանտայի ուսերին է եւ նա չի խաղում ու թիմը զգում է նրա կարիքը։ Գումարած Արարատ Արմենիան արդեն մեծ ճնշում է զգում, որովհետեւ մի բան է առաջության առաջին հատվածում խաղալ, պայքարել չեմպիոնության համար, մեկ այլ բան, որ դու առաջին տեղում ես գարնանը ու բոլորը ուզում են քեզ իջեցնել առաջին տեղից։ Արարատ Արմենիան դառը փորձ ունի այդ տեսանկյունից, երբ Գունկոյի օրոք առաջին հատվածում ֆանտաստիկ էր խաղում, երկրորդ հատվածում առաջին տեղը բաց թողեց։ Հիմա չեմ ասում նույն սցենարն է կրկնվելու, բայց զգացում եմ, որ տարբերություն կա Արարատ Արմենիան Աշնանա եւ հիմա։ Աման դեպքում նոր է սկսվել, չեմ ուզում շատ եզրակացություններ անել, դեռ հնարավոր է բարելավեն մարզավիճակը, մանավանդ որ ունեն այդ ներուժը։ Մենք նայելով մրցաշարային աղյուսակին, յուրաքանչյուր խաղափուլի խաղարկումից հետո դե մոտարապես 3 օր է, չէ՞, տևում, բաժանվում է։ Մենք տեսնում ենք, որ ամնավերին մասում անդադար կարող է փոխվել եւ այդ միավորների տարբերությունը մեջ չի փոխվել առաջատարը։ Այո, Արարատ Արմենիան աշնանային հատված անցկացնելով կարծես ֆավորիտի, այսպես առաջնային ֆավորիտի կարգավիճակ ձեռք բերեց, բայց լավ բոլորը մասնագետները այդ թվում նաև իր մրցակիցները հասկանում էին, որ միավորների տարբերությունը այդպես մեծ չէ եւ կարող են արագ նամանավանդ կան թիմեր եւ կային թիմեր, որոնք որ ավելի քիչ խաղեր էին անցկացրել, բաց թողած խաղեր ունեն, մի խոսքով Նոան 5-րդն էր։ Այո։ 5-րդ տեղով մտնում էր երկրորդ հատված։ Գործող չեմպիոնը, գործող գավաթակիրը, այսօրվա դրությամբ նաև սուպեր գավաթակիրը եւ Հայաստանը լավագույնս ի վերջո ներկայացրած Եվրագավաթում թիմ, որը հասել է դեռևս այդ ցուցանիշից բարձր ցուցանիշ չենք ունեցել ամենայն դեպս։ Դրան էլ կանդրադառնանք։ Հիմա այս մրցաշարային աղյուսակին նայելիս, այո, մրցակցությունը մեծ է եւ դուք ոչ մեկ անգամ այստեղ նաեւ այս ստուդիայում ասել եք, որ դա գեղեցկացնում է ավելի հետաքրքիր է դարձնում մեր ներքին առաջնությունը։ Այո, եթե մենք ցանկանանք խոսել ներքին առողջության խնդիրներից, միշտ կարող ենք խոսել, շատ բաներ կան, բայց հիմա ամենալավ գովազդը մեր առաջնության հենց դա է, որ 5 թիմ չեմպիոնական մրցավազքում է։ Մյուս գովազդը նա է, որ գործող չեմպիոնը, որը ամենամեծ հնարավորություններն ունի, դեռևս 5-րդ տեղում է։ Մինչդեռ մրցաշրջանից առաջ Նոան ակնհայտ ֆավորիտ էր համարվում չեմպիոնության։ Իրոք մրցակցությունը մեծ է, կնշեմ, որ Փյունիկը լավ մեծ ներուժ ունի եւ իրենք կամած այդ ներուժը ցույց են տալիս, Ալաշկերտը, որը վերևի թիմերի դեմ հատկապես հիմնականում լավ է խաղում եւ պետք է տեսնել հետագայում ինչպես կլինի, իրենք վերջին հատվածում առաջնության ինչպես իրենց կդրսևորեն, երբ որոշիչ խաղեր կլինեն, որովհետեւ փորձով մի փոքր զիջում է ինձ թվում է մրցակիցներին, դե Նոան էլ իրենք ձգտելու են նորից չեմպիոն դառնալ, իհարկե դժվար է լինելու, բայց միավորներ կկորցնեն մրցակիցները, Նոան էլ փորձելու է դրանից օգտվել։ Այլ հարցը ինչպես կստացվի, Նոան էլ չի ասի, թե այդպես տպավորում է հիմա իր խաղով, դժվար հաղթանակներ, առաջնությունում ինչ որ բան պակասում է թիմին, խաղային տեսանկյունից խնդիրներ են նկատվում, նույն ԲԿՄ-ի դեմ խաղում էլ դա տեսանք,
Ինձ թվում է զգալի տարբերություն կա Նոան առաջնությունում եւ Նոան Եվրոպայում։ Ինձ թվում է այդ թեմային դեռ ավելի մանրամասն Տրամադրման հարց է։ Նաև տրամադրվելու, բայց հիմա դա չկա, որովհետև Եվրոպայում խաղերն ավարտվել են։ Հիմա արդեն կենտրոնացել են Հայաստանի վրա։ Բայց մի տեսակ միօրինակ են խաղում, ինձ թվում է, հաշվի առնելով Նոայի կազմը, Նոայի ֆուտբոլիստների մակարդակը, հիմնականում եզրային փոխանցումներով, հիմնականում դեպի իրենց հարձակվողը Մուլա Հուսեյնովիչը, ինձ թվում է շատ ավելի լավ կարող են խաղալ եւ պատահականություն չէ, որ հիմա 5-րդ տեղում են։ Այդ խնդիրները կային նաև աշնանը։ Իհարկե կա նաև ձեր ասած գործոնը, որ դժվար է տրամադրվելը սկզբում առաջնություն, հետո Եվրոգավաթ, կային նաև վնասվածքներ։ Հիմա թիմը իր կորիզը պահպանել է, շատ քիչ փոփոխություններ են եղել ձմռանը, ու միգուցե Պերկովիչին հաջողվի իրավիճակը փոխել։ Առայժմ դա շատ չի երևում, բայց սպասենք զարգացումներին։ Քանի որ առանձնաբար անդրադարձանք թե Արարատ Արմենիային, թե Նոային, անդրադառնանք նաև իր մրցակիցներին այս մրցավազքում, Փյունիկի մասին նշեցիք։ Փյունիկի մասին խոսելի շատ մասնագետներ ասում են, դե Եղիշե Մելիքյանի այսպիսի հերացումից հետո Փյունիկը հավանաբար որոշակի հետընթաց կունենա։ Այո, տեսանք որոշակի բարդ փուլ Փյունիկի համար, բայց Փյունիկը դարձյալ կարծես վերադարձնում է իր դիրքերը եւ դարձյալ մրցավազքի մեջ է եւ նախանցած տարվա չեմպիոնությունը ուզում է կրկնել նաեւ այս տարի։ Այո, Փյունիկում շատ բան է փոխվել, Մելիքյանի այդ ժամանակաշրջանը ավարտվեց, ակումբի ղեկավարությունը փոխվեց, Յուսուֆ Օտուբանջոնը հեռացավ, այսինքն ովքեր վերջին տարիներին ասոցացվում էին, դե ավելի վաղ Դաշյանը, Հարությունյանը եւ այլն նույնպես հեռացել էին։ Այո, Փյունիկը այսպես թաքնված գաղտագողի պայքարում է չեմպիոնության համար, ավելի շատ շոշափվում է Նոայան, Արարատ Արմենիայի, նույնիսկ Ալաշկերտի, Ուրարտուի, բայց Փյունիկը համալրել է կազմը ոչ շատ նորեկներով, բայց թիրախային հստակ դիրքերով, եւ սա նաեւ յուրատեսակ փորձություն է գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի համար, որը երկար տարիներ գլխավոր մարզչի օգնական էր Վարդան Մինասյանի շտաբում, հիմա արդեն որպես գլխավոր մարզիչ է աշխատում եւ սա շանս է իրեն դրսեւորելու։ Լավ են սկսել այս հատվածը ինձ թվում է ու կամաց կարող են ավելի բարելավել, համարյա ամեն դիրքում 2-3 ուժեղ խաղացող ունեն, կազմի տեսանկյունից կասկածներ չունեմ, ինչպես մարզիչը դա կօգտագործի, ինչպես Փյունիկը էլի այդ ճնշման մասին խոսենք, որովհետև Փյունիկի վրա էլ մեծ է ճնշումը, շատ տիտղոսակիր ակումբ է, ու Մելիքյանի ամենատիտղոսակիրը Հայաստանում։ Այո, որ դուք էլ ասացիք Մելիքյանի մասին, նշաձողը բարձր է, իրենք միշտ չեմպիոնության են ձգտում, ամեն դեպքում ներուժը մեծ է թիմի, դա զգացվում է, կազմը լավն է թիմի։ Ալաշկերտ եւ Ուրարտու։ Ալաշկերտի պարագայում չմոռանանք Ալաշկերտը ինչպիսի աշնանային հատված անցկացրեց, բավական շատերին զարմացրեց, չնայած Վահե Գևորգյանի աշխատանքին ծանոթ մասնագետները նշում են, որ այստեղ զարմանալու բան չկա, Վահե Գևորգյանը իր աշխատանքը փայլուն կատարում է, նաեւ աշնանային այս հատվածի շնորհիվ ի վերջո Վահե Գևորգյանը ճանաչվեց քվեարկության արդյունքում լավագույն մարզիչը, տարվա լավագույն մարզիչը 25-ի։ Ալաշկերտը հավակնություններ ունի, դուք նշեցիք, որ առաջատար թիմերի դեմ լավ է տրամադրվում, հաղթում են նույնիսկ առաջատար թիմերին, ինչ ենք տեսնում, այսինքն ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Ալաշկերտից։ Ալաշկերտը ավելի շատ որպես նպատակ սահմանել է Եվրոգավաթային ուղեգիր նվաճելը, այսինքն օրինակ եռյակում հայտնվել է, ոչ թե հստակ չեմպիոնություն, բայց կարևոր է, որ ձմռանը թիմի առաջատարները մնացին, այսինքն գիտենք Ալաշկերտը այնպիսի ակումբ է, որ այսպես բիզնես մոդելով է առաջնորդվում, այսինքն վաճառում է խաղացողների տրանսֆերները, նոր երիտասարդ ֆուտբոլիստների է հրավիրում եւ ունեն իրենք հաջող օրինակներ, բայց ձմռանը ում անունները այսպես շրջանառվում էին, որ կարող են գնալ, մնացին թիմում։ Ավելացան եւս մի քանի լավ ֆուտբոլիստներ, այսինքն իրենք հստակ նպատակադրվել են առնվազն Եվրոգավաթի ուղեգիր նվաճել, ինչը կարող է խանգարել, ինչ որտեղ նշեցի այդ փորձի գործոնը, որովհետև մյուս թիմերը ավելի փորձառու կազմեր ունեն։ Հնարավոր է մի փոքր կարճ պահեստայինների նստարանը։ Նաև Ալաշկերտը երբեմն միավորներ է կորցնում աղյուսակում ավելի ցածր դիրք զբաղեցնող թիմերի դեմ,
որոնք շատ ավելի ցածր են պաշտպանվում, փակ ֆուտբոլ են խաղում։ Նման խնդիր ուներ նաև Վանը նախորդ մրցաշրջանում։ Պատահական չէ, որ Ալաշկերտն արդեն 3 անգամ այս մրցաշրջանում Գանձասարին պարտվել է։ Մեկը առաջնությունում, մեկը գավաթում, վերջերս նույնիսկ ընկերական խաղում։ Եթե այդ ամենը հաղթահարեց, իրենց նպատակին կհասնեն, բայց էլի մրցակցությունը մեծ է, միայն իրենցից չի կախված, իրենք Եվրոպա դուրս կգան, թե չէ։ Եվ Ուրարտու առաջատարներից Ռոբերտ Արզումանյանը վերադարձավ մրցաշրջանի սկզբից առաջ, վերադարձավ Ուրարտուն դարձյալ մրցավազքի մեջ է։ Ինչ է փոխվել, ինչ եք դուք տեսնում Ուրարտուի։ Ուրարտուն աշնանային հատվածում խաղից խաղ ավելի լավ էր հանդես գալիս, իրենց խաղի աճը միանշանակ զգացվում էր։ Հիմա իրենք էլ մի քիչ դժվար են սկսել գարնանային հատվածը, բայց կարող են բարելավել, կազմը պահպանվել է, շատ քիչ փոփոխություններ, ընդհանրապես ուրախալի է, որ թիմերում մեծ փոփոխություններ գրեթե չեն եղել, երևի թե Վանում ավելի շատ, մյուսները քիչ թե շատ կազմը պահպանել են։ Ուրարտուն եւս ավելի շատ եվրագավաթային ուղեգիր նվաճելու ձգտում ունի, թեև եղան նաև հայտարարություններ չեմպիոնական հավակնությունների վերաբերյալ։ Պետք է նշել, որ կազմի ներուժով եւ խորությամբ Ուրարտուն ինձ թվում է մի քանի թիմի զիջում է, բայց թիմային խաղով միգուցե կարող է գերազանցել նրանց, որովհետեւ ունեն խաղաոճ, ունեն իրենց մարտավարական հնարքները, այլ հարց է ինչպես օրինակ էլի կխաղան այն որոշիչ հանդիպումներում, միտեղ կարող է ինչ-որ որակապես զիջեն մրցակցին, միտեղ փորձով, բայց հետաքրքիր թիմ է, ամենադիտարժան թիմերից է առաջնության իմ կարծիքով։ Մեր ունկնդրին եւ ակնդրին հիշեցնեմ, որ իմ հյուրն է մարզական լրագրող, մարզական մեկնաբան Արման Աբելյանը։ Շարունակենք Արման, անդրադառնանք նաեւ որոշ չափի եվրագավաթներում հայկական ակումբների այս մրցաշրջանում մասնակցությանը, դե խոսվել է դրա մասին, ի վերջո Նոան ամենից երկար, այսպես մնաց եվրագավաթում, նաև մտավ գարնանային փուլ, ի վերջո անցումային փլեյօֆի այդ դիմակայությունում հանդես եկավ, նախորդ մրցաշրջանում դա չստացվեց, այդ ուղեգիրը նվաճել այս մրցաշրջանում ստացվեց եւ դա նոր ցուցանիշ էր հայկական ֆուտբոլի համար։ Սպասելիքները շատ էին նամանավանդ Երևանյան Երևանում հաղթանակից հետո, բայց Նիդերլանդներում ցավոք սրտի այդ խոշոր հաշվով պարտությունը եղավ։ Ինչ տեսանք Նոայի պարագայում։ Նոան տարեստարի կարծես այսպես լոկոմոտիվի նման տանում է հայկական ֆուտբոլը առաջ, չնայած այս մրցաշրջանի սկզբնամասում այդ որակավորման փուլում տեսանք թե Արարատ Արմենիան ինչպես խաղաց, Փյունիկը։ Նախ շատ ուրախալի է, որ ձմռանը եվրոպական ֆուտբոլ տեսանք, դա պետք է գնահատել, որ Նոան Երևանում հաղթեց Ազետ Ալկմարի պես մրցակցի։ Ինձ թվում է շատերը չգիտակցեցին դրա նշանակությունը, տարիներ առաջ դա գրեթե անհավանական ինչ-որ բան կթվար նման մրցակցի դեմ, թեկուզ մեկ խաղում, բայց հաղթել։ Նոան արդեն որոշակի փորձ կուտակել էր նախորդ մրցաշրջանում կոնֆերենցիաների լիգային մասնակցելուց հետո այստեղ մի հետաքրքիր հանգամանք կար, որ գրեթե ում դեմ պիտի խաղար Նոան որպես մրցակից, այդ թիմի մարզիչը փոխված էր լինում, այսինքն վերջերս այդ թիմի մարզչին հեռացրած էին լինում, այսինքն ինչ-որ խնդիրներով մոտենում էր։ Դա չի նսեմացնում Նոայի հաջողությունը, ընդհակառակը Նոան օգտվում էր մրցակցի վրիպումներից։ Եվ ինչու նշեցի Պերկովիչի գլխավոր մարզչի մասին, նա կարծես ընդգծված, ինչպես անվանում են, գավաթային մարզիչ լինի, այսինքն նա շատ լավ նախապատրաստվում է մեկ խաղի ու կարող է բազմաթիվ անակնկալներ մատուցել։ Մենք դա տեսանք եվրագավաթներում, գրեթե ամեն մրցավեճում ինչ-որ նոր դիրքային, տեղաշարժ, անակնկալ հիմնական կազմում, սխեմայի փոփոխություն, օրինակ ոչ ոք չէր սպասում, որ Երևանում Նոան 5 պաշտպանող է խաղալու Ազետ Ալկմարի դեմ։ Եվ դա աշխատում էր։ Իհարկե դրսում արդեն Ազետ Ալկմարը ֆուտբոլիստների վարպետության շնորհիվ շատ մեծ ճնշում գործադրեց, ստիպեց գոլային պայերը շատ էին։ Այո։ Արդեն երևաց այդ բարձր մակարդակը գումարած Երևանում հիմնական կազմում երկու այն առաջատար կիսապաշտպաններից միայն մեկն էր, արդեն պատասխան խաղին երկուսն էլ կային, Սմիթն ու Մեյնանսը, ու նրանք եղանակ են ստեղծում այդ թիմում։ Այդ ամենի հանրագումարում չստացվեց։
Բայց միայն այն, որ դիմակայության գոնե 1 խաղումն ու անհաղթեց, ու ընդհանրապես հասավ play-off, արդեն շատ լավ էր։ Ի վերջո Լեգիային հաղթեց, Ռիեկային հաղթեց, շատ ուրախալի է դա։ Եվ վերջին թեմաներից մեկը, որին կցանկանամ ձեզ հետ անդրադառնալ, դուք այն մասնագետներից, լրագրողներից մեկն եք նաև մեկնաբան, ով որ նախ սիրում է առաջին հերթին չափազանց մեծ սեր է տածում հայկական ֆուտբոլի նկատմամբ, հայաստանյան ֆուտբոլի։ Եվ երկրորդը բավական լավ ուսումնասիրում եք եւ հետեւում եք նորարարություններին, որոնք որ ի վերջո բերվում են նաև հայկական ֆուտբոլ։ Այդ դրա մասին խոսենք։ Համաշխարհային տենդենսները ինչպիսին են եւ ինչ է որ հատիկն է այստեղ դրսևորվում Հայաստանում։ Եթե տենց ուղիղ ասեմ, օրինակ Անգլիայի Պրեմիեր լիգան, որը այսպես նորարարությունների գեներատորներից մեկն է, խոշոր գեներատորներից մեկն է, լավագույն մարզիչներն են նաև այնտեղ, լավագույններից որոշները։ Նոր մտքեր են բերում, նոր գաղափարներ, այդ լիգայում տարեց տարի ինչ-որ մի բան փոխվում է։ Նախորդ մրցաշրջանում այլ ֆուտբոլ էինք տեսնում, շատերը ասում են ենթադրենք, դե առաջատար ակումբները հələ մի կողմ, այն մնացածից ովքեր են, որ այսպես ասեմ, տոն տալիս, այդ բառակապակցությունը օգտագործեմ, ում են փորձում հավասարվել մնացած ակումբները։ Նախորդ մրցաշրջանում դա Բրայթոնն էր, այս մրցաշրջանում դա Բրենթֆորդն է, որը այսպիսի ուժային ֆուտբոլ է դավանում եւ կարծես հաջողում է առաջատարների հետ դիմակայություններում եւ մնացած միջին եւ ցածր մրցաշարային աղյուսակում ցածր տեղ գրավող թիմերը կապկում են դա։ Հիմա այդ տենդենսը այնտեղ։ Իսպանիայում այլ տենդենսներ կան, չնայած Բարսելոնան, Ռեալը, առաջատարները, այդ թվում Ատլետիկոն իրենց կարծես խաղաոճերի մեջ փոփոխություններ մեծ հաշվով չեն լինում։ Եթե որևէ նոր ֆուտբոլիստ են ունենում, որոշակի նորարարություն այդ ֆուտբոլիստն է բերում։ Գերմանիայում Բավարիան է միշտ այսպես լոկոմոտիվ առաջատար իրենց ֆուտբոլի, դարձյալ որևէ այդպես խաղաոճային փոփոխություն չենք տեսնում։ Այդ ագրեսիվ ֆուտբոլն է նմանատիպ դաշտում, մրցակցի դաշտում են նույնպես։ Ինչ ենք տեսնում մենք Հայաստանում նոր տենդենսներից, ինչ է գալիս այստեղ Հայաստան եւ օգտագործվում այստեղ։ Ընդհանրապես հիմա շատ գլոբալիզացվել է եւ եթե ժամանակին կար հստակ անգլիական ֆուտբոլի ոճ, իսպանական ֆուտբոլի ոճ, իտալական, հիմա ամեն ինչ խառնվել է եւ կարող է գերմանական թիմը ավելի շատ իտալական ֆուտբոլ խաղալ, քան իտալական թիմը։ Հայաստանում այդ ամենի խառնուրդն է, կնշեմ, որ այստեղ նույնպես ստանդարտ իրավիճակների նշանակությունը շատ մեծացել է, ինչպես Անգլիայի Պրեմիեր լիգայում հիմա թրենդային է, գոլերի մեծ մասը անկյունայիններից, եզրային նետումներից, այդ ամենն այստեղ էլ կա։ Իհարկե երիտասարդ մարզիչները շատացել են, կան նաև արտասահմանից եկող մարզիչներ, ամեն մեկը իր գաղափարներն է ներդնում եւ իրենք տարբերվում են իրարից, չեմ ասի թե մեկ հստակ ոճ կա, որ բոլորն այդպես են խաղում, օրինակ համատեցինք, չէ, Վայե Գևորգյան, Ռոբերտ Արզումանյան, Տուլիպան Արարատ Արմենիայի մարզիչը, տարբեր են իրենք, տարբեր մեթոդներ են օգտագործում։ Մեկը ավելի շատ գնդակին տիրելու մասին է մտածում, մյուսը ուղղահայաց, արագ գրոհներով ֆուտբոլի եւ դա հետաքրքիր բազմազանություն է հաղորդում։ Ընդհանրապես ասեմ, որ այդ նորությունները կարելի է նկատել։ Օրինակ կարող եք բերել։ Օրինակ առաջատար թիմերը Եվրոպայում, երբ պիտի գրոհ անցկացնեն, հստակ սխեմա կա, որով դասավորվում են կամ 3-1-6 կամ 3-2-5, այսպես տակտիկական լեզվին ասենք։ Ինչի համար են դա անում։ Հստակ դիրքավորվում են խաղադաշտում, գնդակը լավ վերահսկելու համար, եւ այնպես որ եթե գնդակը կորցնեն, շատ արագ թիմային ջանքերով վերադարձնեն։ Հիմա օրինակ այդպիսի դասավորություն Արարատ Արմենյան միշտ օգտագործում է Ուրարտուն, այսինքն տրանսֆորմացիա են անում սխեմայի մեջ եւ տակտիկական առումով շատ հետաքրքիր նորություններ մեզ մոտ լինում են։ Ինձ թվում է նաեւ արդեն մի քանի տարի է սխեմաների բազմազանություն է առաջացել։ Եղիշե Մելիքյանը այսօր շատ ենք հիշում նրան, մի անգամ ասել էր, որ երբ նա եկավ Հայաստանի առաջնություն, դա 2020 թվականին էր, բոլոր թիմերը մեկ սխեմայով էին խաղում։
հետո արդեն տարիների ընթացքում ամեն թիմ ուներ 2-3 սխեմա, որ կարող էր օգտագործել ու անակնկալի բերել մրցակցին։ Եվ իրոք այդ փոփոխությունները Փյունիկն էլ էր անում այն ժամանակ, հիմա էլ թիմերը կարող են սխեմաները փոխել։ Դա արդեն մի քանի տարի է մեզ մոտ օգտագործվում է, այնպես որ այո, թիմեր կան բարդ ֆուտբոլ են խաղում, թիմեր կա ավելի պարզ, ինչպես ցանկացած առողջությունում։ Հիմնականում հետնապահները ինչպես են խաղում, պաշտպանվում են, հակագրոհում են, որտեղ ֆուտբոլիստների մակարդակը ավելի ցածր է, մեզ մոտ էլ է այդպես։ Բայց օրինակ կա ԲԿՄ, որը 7-րդ, 8-րդ, 6-րդ այդ տեղերում է, բայց երևի ամենահամարձակ ֆուտբոլն է խաղում։ Երիտասարդ Այո, ֆուտբոլիստներով իրենք միշտ գրոհում են, հիմա միտեղ ստացվում է, միտեղ չի ստացվում արդյունքի հասնել, բայց շատ գրոհային են։ Դրա համար միշտ դիտարժան է ԲԿՄ-ին հետևելը։ դուք շատ հաճախ եք լինում ստադիոնում, այնտեղից եք հետևում խաղերին, նաև եթե պետք է մեկնաբանում եք այնտեղ, տեսնում եք թե ինչպես մարզիչները կամ մարզչական անձնակազմը խաղի ընթացքում հրահանգում է իր ֆուտբոլիստներին, այդ թվում նաև ձեր ասածը սխեման փոխելու, դիրքավորվելու, ինչ որ մի բան փոխելու հենց ընթացքում։ Այո, միանշանակ դա կա։ Նաև ընդհանուր շտաբերի աշխատանքը կնշեմ, ոչ միայն գլխավոր մարզչի, հիմա արդեն օգնականների դերն էլ է մեծացել, Դա ֆիզպատրաստության շատ հետաքրքիր է, մարզչի, չէ՞, հենց տեղում Չէ, տեսնելու։ միանշանակ ստադիոնում այդ տեսանկյունից անհամատելի է, մանավանդ մասնագիտական աչքով նայելու համար բազմաթիվ նոր բաներ կարող ես նկատել, եւ երկրպագուի համար էլ, եթե դու օրինակ նայում ես հեռուստացույցով, դու դիտում ես այն, ինչ քեզ ռեժիսորը ցույց է տալիս, ինչն է կարևոր համարում ռեժիսորը։ Իսկ եթե դու ստադիոնում ես, դու ես ընտրում ուր նայես, ֆուտբոլիստներին նայես, մարզիչներին, թե մեկ ֆուտբոլիստի տեղաշարժն նայես, դա շատ հետաքրքիր է դարձնում։ Մի բան էլ կնշեմ, որ մեզ մոտ երբեմն խախտումներ շատ են արձանագրվում, այսինքն խաղը շատ է ընդհատվում, դադարները երբեմն շատ են լինում, կամ վառ համակարգի ստուգումները, կարող է մի 5 րոպե տևել։ Իհարկե նման խնդիրներ այլ տեղերում էլ են լինում, բայց մեզ մոտ տեմպը առանց այդ էլ շատ բարձր չէ։ Ես հուսով եմ, որ մրցավարները նաև դա հաշվի կառնեն, որ եթե խաղը տեմպային է, արագ է, թույլ տան, որ այդ արագ խաղը գնա, սուլոցներ շատ չլինեն, որպեսզի դիտարժանությունը չանետանա դրանից։ Դա տարիներ շարունակ դավանում է Անգլիայի Պրեմիեր լիգան, ու նույնիսկ մանր-մունր խախտումները չեն արձանագրվում կամ այնտեղ պարզապես մրցավարները թույլ են տալիս ուժային պայքար եւ վերջ։ Ուժային պայքար ամենուր էլ կա, այդ թվում նաեւ Հայաստանի ներքին առաջնությունում, մեր Պրեմիեր լիգայում եւ մանր խախտումների պարագայում պետք չէ այդպես միանգամից արձանագրել, եթե նամանավանդ գնդակը այն թիմի մոտ է, ում դեմ որ այդ խախտումը իրականացվել է։ Այո, եւ դա շղթայական բնույթ է կրում։ Եթե միտեղ թեթև խախտման ժամանակ սուլեցիր, հետո նույն ձև դրվագ է լինում մյուս թիմի կողմից։ Այդ ժամանակ էլ պիտի սուլես, թե չէ կասեն, հիմա դու հետևողական չես, միտեղ տալիս ես խախտում, միտեղ չես տալիս, ու այդպես կարող է խնդիր դառնալ, բայց դա մրցավարների վրա էլ ճնշումը մեծ է, իրենց էլ կարելի է հասկանալ, մեզ մոտ մանավանդ երբ տրիբունաների ձայները այդքան բարձր չեն, ակումբի ներկայացուցիչների ձայները ամեն դրվագի համար եւ խախտում են պահանջում, բայց դա մրցավարն էլ պիտի պատրաստ լինի դրան ու համապատասխան ձևով արձագանքի։ Հերոստատեսային հերարցակման ժամանակ խաղի դուք ճիշտ նշեցիք, մարզչական կազմը չի երևում, մարզիչները շատ հազվադեպ են հայտնվում կադրում, եթե ինչ-որ կարիք կա, նոր ռեժիսորը ճիշտ է համարում մարզիչին ցույց տալու, թե ինչ հրահանգներ է տալիս, ինչ գործողություններ է կատարում, բայց այնտեղ տրիբունայից շատ հետաքրքիր է դիտել, թե մարզիչը հերարցակման ժամանակ մարզչի ձայնը շատ անգամ լսվում է, բայց թե ինչ է որոշում, ինչպես են աշխատում, օրինակ մենք սովորենք նույնիսկ հեռարձակման միջոցով Իսպանիայի Լա լիգայի, Անգլիայի Պրեմիեր լիգայի, Չեմպիոնների լիգայի խաղերի ժամանակ տեսնել, թե մարզչական անձնակազմը ակումբների ինչպես է աշխատում, ինչպես են այնտեղ իրենց մոտ նշումներ անում եւ ենթադրենք ընդմիջումից առաջ գլխավոր մարզիչի օգնականը արագ վազում, որպեսզի թիմը արդեն որ գնա հանդերձարան ինչ հրահանգներ ստանա գլխավոր մարզչից վիզուալ տեսքով, տեսեք, որ կադրով ցույց տան, որ այս դրվագում դուք այսպես պետք է խաղայիք, այսպես դիրքավորվեիք։ Դե դրա համար մարզչական շտաբից մեկը միշտ վերևից է տրիբունայից է խաղին հետևում, որպեսզի այդ ինֆորմացիան փոխանցի ներքևում աշխատող մարզիչներին։ Օրինակ
տարիներ առաջ չկար այդ պրակտիկան, որ տեխնիկական գոտու մոտ, մարզիչների մոտ տեղադրված էր լինում էկրան, որ կամ հեռարձակումը միացած կրկնապատկերները դիտելու համար կամ ուրիշ ինչ-որ բան, այսինքն խաղին նաև այդպես հետևելու։ Հետո դա սկսեցին Եվրոպայում կիրառել ու հիմա արդեն սովորական բան է նաև մեզ մոտ, որ այդ փոքր էկրանը մարզիչների դիմաց կա, հիմնականում իհարկե օգնականներն են դրան ուշադրություն դարձնում, բայց այդպես էլ աշխատում են ինֆորմացիան ավելի մեծ ստանալու համար հենց խաղի ընթացքում եւ վերլուծելու համար։ Այո։ Շնորհակալ եմ Արման, Շնորհակալություն։ հետաքրքիր զրույցի համար։ Մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ իմ հյուրն էր մարզական լրագրող, մեկնաբան Արման Աբելյանը, սա Սպորտքասթի հերթական թողարկումն էր առայժմ։ Sportcast